Ինչ կարծիք ունեք ադրբեջանական բենզինի վերաբերյալ, ձեր մեքենան կլցնեք ադրբեջանական բենզին։ Ես ինքս անձամբ չեմ լցնի Ալի ջան այդ բենզինը, որովհետև գիտեք ինչ, մի բանը որ ընդհանրապես ռազվի է, այսինքն միանգամյա իմաստ չկա, էսի պրոստը սենց բաներ է, էլի մի քիչ կապիկություններ է, իբր իրանք կթողեն մենք ստեղից այդ վագոններով ուրիշ բան ուղարկենք, հա, չեն թողի, չէ։ Ինձ թվում է տենց պայմանավորվածություն դեռ չկա։ Հա, մի հատ ծորեն բերեցին, մի քանի վագոն, մի հատ բենզին բերեցին, հետո դրանով ինչ։ Շատ վատ, ազնիժան։ Իսկ ձեր մեքենայի մեջ կլցնեիք։ Ոչ, այսինքն մենք առնենք փող ուղարկենք Բաքուն էլ բան անի, զինվի մեծ փողերով։ Ես չեմ բան անում։ Ու իմաստը չկա, ես 72 տարեկան եմ, գիտեմ Արմենիան Հայաստան ինչ բանա, Բալաջան կոտորածն ինչ բանա, ես չեմ կարծում, որ կարելի է գելի հետ գարը ապրի էլի, սովածելնի կուտ էլի։ Իմինոյ դեմ եմ, խիմենք մինչև այդ բեզին չունեին, չէին օգտագործում այդ բեզինը, չէին աշխատում, մարդիկ չէին քշում, տուն չէին պահում, աղջիկ ջան, բոլորն էլ պահում են, ինչ կապ ունի 100 դրամ կամ 20 դրամը, այս հայազգա 20 դրամը վապրեք։ Դե չգիտեմ, այդ արդեն իրանք պիտի որոշեն, մեր համար լավ լինի, որ կռիվ չլինի, կարևորը մեր երեխեքը մեր կողքը լինեն, խաղ ապրենք, մեր գլխավորը դա է, հիմա ինչ կորոշեն, դա արդեն ես ես։ Որ պետք է հաթոմուց են, բայց պիտի էժան են, էլի մեր ասածը, մեր ուզածը պետք է մի քիչ էժան։ Բայց լավ բան է, եթե նորմալ հարաբերություններ ունենալ իրար, շատ լավ է, ինչ է։ Մեկ այդ երեխանցը, որոնք որ մահացան, չեն կարա այդ բերեն։ Պետք է կաշառում են Հայաստանին, որ նորից Նիկոլը ընտրվի իրանց ասածը Իսկ անեն։ դուք ձեր մեքենան կլցնեիք ադրբեջանական բենզին։ Հələ բոլորը սպասում են մեր մոտի ընտրություններից կախված ինչ կլինի, ոնց կլինի։ Էտա ուրիշ բան չկա։ Ասես ստաբիլ չի լինելու, էլի, այսինքն որ ասեմ ստաբիլ այդ բենզինը բերվելու է, Էնել են դեպքում, որ այդ տիպի բենզինը բերում է Ռուսաստանից իրանց մոտ։ Իրանք էլ մեզ են տալի տենց էժան։ Տենց աներ է էլի, ինձ մի քիչ աշկակապոցի է, դե խաղեր է, խաղում են էլի մարդիկ ինչ ասեմ։ Ես անձամբ չեմ լցնում։ Հավե այդ 10 լիտրի մեջ ասենք այդ մի 700 դրամը ոչ մեկին ոչ հարստացրել է, ոչ քյասի բացրել։ Այստեղ կա մի քիչ էլ պրինցիպիալ հարցեր էլի։ Այսինքն Ալիևը տենց ցանկություն ունեցավ, որ մեր ժողովուրդը մի քիչ էժան բենզինով քշի։ Հավատալի բան է, այն էլ Ալիևից։ Այս սուտի բաներ է, սա այս բաները արվում է ու կարվի մինչև ընտրությունները։ Ռազվի ինչ-որ բաներ կբերեն, կտանեն, այսինքն մեր մոտից չեն էլ կարում տանեն, որովհետև ոչ մեկ չի իմանում, ստեղից բան ուղարկեն այդ նույն գնացքով դու չգիտես Ադրբեջանով անցնելուց ինչ կլինի այդ ապրանքի հետ, կամ տեղ հասնելուց հետո ինչեր կայտնաբերվի, ոչ մեկս չենք կարող ասենք։ Մեր բենզինը գալիս է Ռուսաստանից, իսկ դա, գիտեք ինչ է, ցուցադրական ցուցամոլություն է, որպես ինքը մեր հայ ժողովրդին ցուցադրի, որ ինքը խաղաղություն է ուզում։ Ես իր անունը չեմ ուզում ասեմ, որովհետև իր հայրը, այդ վարչապետի աթոռին գրավածը, իր հայրը մինչև իր ընտրվել ասեց խելացի մարդու ընտրեք վարչապետ, սա ով է, որ դրանք վարչապետ եք ընտրում։ Մեր երկիրը քանդում են իրանք։ Ցորենը բերեցին, ճիշտ է։ Ռուսաստանից եկավ, չէ՞ առաջի քանակը։ Երկրորդը բերեցին, գլուխ էին գովում, որ միտում դա կերակրի, այսինքն ուտելու ցորենա, ոչ թե անասնակեր։ Բայց բերեցին անասնակեր։ Իսկ այդ օլիգարխներից մեկը, որ կա Բանգլադեշում, ինքը ինչ է տալիս ժողովրդին։ Ձերի հացա չէ տալիս։ Իսկ այդ հացը մինչև այս ցորենի բերելը որ որակի էր, անասնակեր էր, չէ։ Իսկ նա բոլորի աչքին փակում էր, որ ինքը ժողովրդին լավություն անում, անվճար հաց է տալիս։ Հիմա այս բենզինը եկավ, սա մեր ժողովրդի աչքը փակելու է։ Մեր ազգը գիտեք ինչ են արել։ Տապորով կիսել են,
Ցախավելը ոնց են կոչում, գիտեք, հաթաթ։ Հիմա սա տենց անում, հաթաթա կոչում։ Մեր ազգի մեջ քար են գցել, մեր ժողովրդի մեջ, որը համախմբված էր, որը ուներ գաղափարախոսություն։ Հիմա դարել են, ոնց ասեմ, կառավարություն, ընդդիմություն, չգիտես ինչեր եւ այլն։ Հիմա այս բենզինով ում աշկնա ուզում փակի։ Լավ, հիմա Վրաստանը ասեց անվճար։ Ճանապարհային այդ ինչ են ասում, վարձը չեք տալու, բայց վաղը մուսը չէ, որ ինքը գումարա չէ վերցնում։ Օրինակ չեն վերցնում, Վրաստանը ինչ է, Եվրոպա չէ մտնում, բայց նրանց կառավարությունը իրան ժողովրդի անվտանգության համար հրաժարվեց, չէ։ Արցախը հանձնեց, Արցախը Հայաստանը եւ վերջ, հետո էլ Արցախը գնաց ընդ Ադրբեջան։ Արա Տիգրան Մեծի օրոք մեր հայկական զորքի մեջ եղել է արցախյան հեծելազոր։ Ավարարի ճակատամարտի ժամանակ մեր սպարապետի զորքի հայկական զորքի մեջ եղել է Արցախի հեծելազոր։ Անդրանիկ զորավարի զորքի մեջ եղել են Արցախի մարտիկներ եւ հեծելազոր, որոնք կրվել են այնպեսի ուժով, որ թշնամին վախեցել է։ Իսկ սրանք բռնեցին Արցախը, որը հազարավոր տարիներ գոյություն ուներ։ Մեր ժողովուրդը հիմա ամեն մեկը վազում է իր այդ գրպանի համար։ Շատ ներողություն մի բան կասեմ, ինքը խաղում է այս աթոռին նստածը, վարչապետի աթոռին։ Խաղում է ինքը զոհված մեր հերոսների, ծնողների հոգու հետ, որոնց ինքը հենց եւի ճնշման մեջ է գցում, որպեսզի նրանք իրան ընտրեն, բայց ոչ, գալու է մի ժամանակ, որ ինքը զղջալու է։ Քույր ջան, առայժմ ներկապահին ես ոչ մի լավ կարծիք, ոչ մի լավ բան չեմ տեսնում առայժմ, որ ներկրվում է Ադրբեջանի կողմից։ Գուցե մի 10 տարի հետո, 20 տարի հետո ինչ-որ հարաբերությունը ինչ ճշտվելուց, լավանալուց հետո ինչ-որ բան լինի, դա միած, բայց այսօրվա դրությամբ ես դրա մեջ ոչ մի լավ բան չեմ տեսնում։ Մեքենան կլցնեիք ադրբեջանական։ Ես մեքենա չունեմ, բայց որ ունենայի ես չգիտեմ կլցնեի թե չէ։